Քոչարյանի հիմնական մեսիջը ըստ իս իր ներածական խոսքում էր Թրամփի ուղին երկարացնելու երկրորդ նախագահի առաջարկը պետք է դառնա Փաշինյանի ընդդիմախոսների հաղթաթուղթը։ Համոզված է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Փաշինյանի հրամցրած խաղաղության միֆը կոտրելու համար մարդկանց պետք է բացատրել Քոչարյանի իրական խաղաղություն բերող առաջարկը։ Երասխ Ջուլֆա երկաթուղու գործարկում ու Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապի ապահովում Ադրբեջանի տարածքով։ Սյունիքով անցնող 43 կիլոմետրանոց ճանապարհի մասին Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը շահեկան է միայն թուրք-ադրբեջանական կողմին։ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության մեսիջ է ուղարկում որպես ընդդիմադիր գործիչ, որ եթե ես գամ իշխանության կամ այն ուժերը, որոնք կոալիցիա կձևավորվեն կգան իշխանության, իրենք բավականին ճկուն են լինելու աշխարհաքաղաքական նաև առումով, այսինքն այն պնդումները, որ իբր Նիկոլ Փաշինյանը լինելով պրոարևմտյան գործիչ երկիրը տանում է, այսպես ասենք, Ռուսաստանից փոքում տանում է այլ կողմ, իսկ եթե գա ընդդիմությունը, ապա դա լինելու է գուբերնիայի մակարդակով մի միավոր Հայաստանը, ինքը ցույց է տալիս, որ այդպես չի լինելու, ամենայն դեպս լինելու ենք ճկուն։ Չորեքշաբթի Ռոբերտ Քոչարյանը բացատրեց Սյունիքում բացվող ճանապարհը խաղաղության հաստատման մասին չէ, քանի որ այն օգտագործելու են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Տարածաշրջանի մյուս երկրները անխոչնդոտ ցամաքային կապ ունեն առանց Հայաստանի։ Հայաստանի շահերը այդ գործարքից գոնե տեսանելի կլներ այս ֆորմատի մեջ, եթե այդ ճանապարհը երկար է։ Միացյալ Նահանգները եւս կտեսնեն իրեն շահերը այստեղ։ Իրանը եւս կտեսնի իրեն շահը, եթե ճանապարհը բացվի։ Ըստ էության շահերի տեսանկյունից ներգրավվածությունը կլինի լրիվ ուրիշ։ Բայց ես նաեւ համոզված եմ, որ Ալիևը դրան չի գնա։ Եվ տվյալ դեպքում, այսպես ասենք, Միացյալ Նահանգների մերժողը ոչ թե Հայաստանն էր լինելու, այլ Ալիևն էր։ Եվ առաջարկեցի նաեւ ուրիշ տարբերակ այդ դեպքում, որ մենք ենք այդ ամենը անում, կոնտրոլը պահելով մեր ձեռքում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պնդում է Հայաստանի հարավում ճանապարհի կառուցման շուրջ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից Հայաստանը ոչ միայն չի շահելու, այլև Իրանի հետ հարաբերություններում սպառնալիք է ստեղծելու։ Ռոբերտ Քոչարյանն էր նկատեց հայ-իրանական սահմանին ամերիկյան ընկերության հայտնվելը աղետալի կարող է լինել, եթե Թեհրանը սուր արձագանքի։ Բնականաբար դա ոգևորություն չի առաջացնում Իրանում եւ երբեմն նրանց տարբեր մակարդակի պաշտոնյաների ռազմաքաղաքական գործիչների հայտարարությունը շատ կոշտ են լինում առհասարակ։ Այսինքն այստեղ էլ մենք բաց ունենք։ Քոչարյանը, ես կարծում եմ, առաջարկում է, որպեսզի այս ռազմաքաղաքական բալանսը նախ եւ առաջ վերլուծվի, թե ինչ իրավիճակում է գտնվում, օբյեկտիվ գնահատական տարվի, այլ ոչ թե ասվի, որ մենք հրաշալի հարաբերություններ ունենք բոլոր ուժային կենտրոնների հետ։ Իր մեծ ասուլիսում երկրորդ նախագահը խոսել էր նաև 44-օրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական բալանսի խարխլման մասին։ Հակադարձելով իշխանականների այն թեզին, թե մինչ պատերազմն էլ բալանսը խախտված էր, Քոչարյանն ընդգծել էր, որ ռազմական բալանսը միայն զենքով չի չափվում։ Միայն զենքերի քանակը չի, դիրքերի վիճակն է, տեղանքն է, ով է հարթավայրում, ով է ավելի բարձրությունների վրա, այդ ամբողջը նաև զենքերով, զինամ ամեն ինչով մենք ունեինք էական առավելություն Ադրբեջանի զինված ուժերի հանդեպ։ Եվ դրա համար այն ժամանակ այդ ոտնձգությունը չկար։ Ռազմական փորձագետների գնահատմամբ ադրբեջանական կողմը ռազմավարական նշանակության դիրքերի ու ճանապարհների է տիրացել Փաշինյանի բանավոր եւ գրավոր պայմանավորվածությունների հետևանքով։ Ընդհանրապես կայուն խաղաղությունը այն խաղաղությունն է, որը հենված է ուժերի բալանսի վրա։ Եթե խաղաղությունը հենված չի ուժերի բալանսի վրա, ուրեմն այդ խաղաղությունը կախված է կողմերից մեկի բարի կամքից։ Մենք պատրաստ ենք վստահել այդպիսի խաղաղությանը, որը կախված է օրինակ Ալիևի բարի կամքից։ Ես այդ բարի կամքը չեմ տեսել։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համոզված է, անգամ Թրամփին չի կարելի վստահել խաղաղության քավորությունը։ Վաշինգտոնյան փաստաթղթերի տակ նա ստորագրություն է դրել ոչ թե որպես երաշխավոր, այլ ընդամենը որպես վկա։
Տրամպը այնքան միամիտ չի, որպեսզի իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը։ Տրամպը իր հարցերն էր լուծում առհասարակ։ Տրամպը ուներ PR-ի հարց, հիմնական իր նպատակը մենք բոլորս գիտենք, Տրամպը ուզում է Նոբելյան մրցանակակիր դառնալ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր դառնալ եւ հայ-ադրբեջանական այդ кейսը դա ընդհանրապես իր մի քանի հակամարտությունների խաղաղարար լինելու кейսերից մեկն էր ընդհանրապես, որը որ արձանագրվեց մեծ, ասես բանով, սցենարով, շոուով, մարդը եթե շահագրգիռ լիներ, ինքը կիմանար եւ Հայաստանի անունը, եւ Ադրբեջանի անունը, եւ այն մյուս տղու անունը կիմանար։ Ըստ փորձագետների խաղաղության միակ երաշխիքը ռազմաքաղաքական բալանսի վերականգնումն է, կամ դա պետք է լինի զինված ուժերի շեշտակի բարելավմամբ, կամ հարավային Կովկասում շահեր ունեցող ուժային կենտրոնների երաշխավորությամբ։ Քաղտեխնոլոգը կանխատեսում է 2026-ի ընտրություններից հետո Հայաստանում կոալիցիոն կառավարություն է ձևավորվելու եւ այս կառավարության թիվ 1 անելիքը լինելու է բոլոր ուժային կենտրոնների հետ աշխատանքը։ Պետք է դաշնակցային հարաբերությունները բոլոր շահագրգիռ կողմերի հետ վերականգնի, ընդ որում իրական գետնի վրա համադրի շահերը բոլոր այն ուժերի, որոնք շահագրգիռ են մեր հետ համագործակցել, ոչ թե դա պետք է լինի թղթի վրա հավերժ Ռուսաստանի հետ ու դա ադեկվատ չլինի Ռուսաստանի հնարավորություններին, այլ պետք է ըստ էության գնահատել իրավիճակը եւ այն ինչ որ դու չես կարող ստանաս օրինակ Ռուսաստանից, փորձես ստանալ Չինաստանից, փորձես ստանաս Իրանից եւ այլն, այսինքն դա պետք է լինի ոչ թե լոզունգային կենացային ինչ որ բաներ, այլ բան, այլ իրատեսական հողի վրա հաշվարկի եւ պրագմատիզմի վրա հիմնված գործողություններ։ Իսկ Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության պայմանագրում ըստ քաղտեխնոլոգի միայն լոզունգներ են եւ ոչ մի լուծում։ Նույնիսկ չկա լուծում, թե ադրբեջանցիները 200 թե քանի քառակուսի կիլոմետրից եւ պետք է դուրս գան։ Կարնե Մանգասարյան, Ծովինար Բարխուդարյան եւ Հենդիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։